Բայց այդ նստակյաց դառնալու է ճանապարհը, մինչև երկրագործ դառնալը, այդ հասարակությունները հոյակապ մշակույթ են ստեղծել։ Կա մի քանի տասնյակ արդեն, մի 10-ի չափ հուշարձանա, բայց դրանց մեջ առավել տարածված այդ Գյոբեկլի թեփե կամ Պորտա բլուր, որ անվանում են, դա այսօրվա Թուրքիայի տարածքն է, բայց ըստ էության դա արևելյան Տավրոսի, հայկական Տավրոսի հարավային փեշերին, Ուրֆայի հարևանությամբ, 15 կիլոմետր հյուսիս այնտեղ Գեմուշի լեռներ կան, դրանց վրա է։ Ուրեմն մոտավորապես 9.5 հեկտարանոց բնակատեղ է այդտեղ, այսինքն հուշարձան է, 9.5 այդ հեկտարն էլ, հեկտարի այդ ամբողջ բլուրը, այդ Գյոբեկլի թեփը կնշանակի ուռած փակված բլուր կամ պորտի բլուր։ Մերոնք ինչ որ պորտասար բան են թարգմանում, դա անհետեցություն է, տեղի բնակիչներն են դրել այդ անունն, էլի, որտեվ այդ մոտարապես Քրիստոսից առաջ 8200-ական թվականներին հուշարձանը տեղի ապրողները, հենց այդ ժամանակվա ապրողները ամբողջը ծածկում են ու հեռանում են այդտեղից։ Եվ մեկ էլ դա բացվում է 1995 թվականին։ Այսինքն հին անուն չէր կարող լինել, դա նոր դրած մարդու անուն։ Այսինքն 4-րդ հետևանքը բնակավայրեր են սկսում առաջանում են բնակավայրերը, բայց հիմա այդ բնակավայրերի մեջ բնակավայրերում, ասենք երբ որ մենք խոսում ենք այդ պորտաբլուրի մասին, դա այդ հսկայական կոթողներ են 5.5 մետր բարձրությամբ կենտրոնական, ուրեմն շինություններ են 3 փուլ կա այնտեղ, վաղ փուլում շինությունները կլոր են, ընդհանրապես ամբողջ առաջավոր Ասիայում, այդ երբ որ մենք խոսում ենք նեոլիթյան հեղափոխության մասին, այդ նեոլիթը բաժանվում է մի քանի ենթափուլերի։ Ուրեմն կա նախակերամիկական կամ նախախեցեգործական նեոլիթ։ Այդ նախագործական նեոլիթը մոտավորապես 10200, այսինքն նեոլիթյան հեղափոխության ողջ ընթացքը նախախեցեգործական նեոլիթի ժամանակահատվածն է, դա բաժանվում է կա A, B փուլեր, էլի։ Հիմա այդ PPN-A, PPN-B կամ նախախեցեգործական նեոլիթ A, այդ A փուլում դեռևս որսորդ հավաքչարարներն են։ Դա վերջում նոր կսովորեն երկրագործությամբ զբաղվել։ Հիմա այդ որսորդ հավաքչարարները այք կառուցեն այնպիսի մի համալիր, որը հենց այդ պորտաբլուրն է կամ Կարահան թեփը կա, եւս արդեն 10 այդպիսի հուշարձան փոքր հենց այս պահին պեղվում է։ Ուրեմն 5.5 մետր բարձրությամբ հարթականդակներով, բարձրականդակներով պատված։ Արվեստի հետ գործ ունենք փաստորեն արդեն։ Արվեստեն խոսքը չի։ Այսինքն սկզբնապես որ Կլաուս Շմիդտը դա պեղում էր, ոչ ոք չէր հավատում, որ դա կարող է վաղեմության լինել, որտեղ ոչինչով չի տարբերվում պետական բարձրականդակներից։ Հասկանեք։ Այդքան վաղեմության եւ այլն, բայց ամբողջ հարցն ինչ էր, այդ շինությունները բացվեցին, բազմաթիվ, ուրեմն դրանք մինչև 30 մետր տրամագծով կլոր շինություններ են։ Կենտրոնում երկու մեծ 5.5 մետր բարձրությամբ այդ տայաձև, հա սյուներն են հարթականդակներով պատված եւ այլն։ Շուրջը ուրեմն պարսպապատ է գնում մինչեւ 30 մետր տրամագծով, կա 20 մետր տրամագծով եւ այլն, որոնց մեջ նորից ավելի փոքր 2.5-3 մետր բարձրությամբ այդ նույն սյուների կոթողներից է դրված եւ այլն, էլի զարդարուն բոլորը։ Ու ինչ բարձվեց, որ ամբողջ այդ տարածքը դա բնակելի ոչ չկա այնտեղ, այսինքն դրանք բնակեցված տարածքներ չեն։ Դրանք պաշտամունքի պաշտամունքային գործողություններ անելու պաշտամունքային կառույցներ են եւ այլն։ Այստեղից երկու բան է հետևում։ Առաջինը այն, որ դուք սկսեցիք ասել, ես դες ընդհատեցի շատ բնակչություն, որովհետեւ այդ ամբողջ կառուցելու համար դու պետք է մարդկային ուժ ունենայի, որ կառուցի, եւ երկրորդը հավատալիք, հավատի համար, բայց